Ուղիղ 20 օր առաջ Մարմարիկի ողբերգական դեպքը ցնցեց ամբողջ հանրապետությունը։ Մարմարիկ գետի հարևանությամբ գտնվող տներից մեկի մերձակա տարածքից էր անհետացել Տիգրանը։ Ծնողները վերջին անգամ տեսել էին խաղալիս։ Մինչև անհետացումն էլ 4-ամյա քույրն է եղել փոքրիկ տղայի հետ։ 2 տարեկան Տիգրանին օրեր շարունակ հարյուրավոր փրկարարներ էին որոնում։ Տեղանքի անհասանելի մասերը զննելու համար տարածքում աշխատում էին անօդաչու թռչող սարքերը։ Գործի էին դրվել բոլոր հնարավոր ռեսուրսներն ու միջոցները որևէ հետ գտնելու համար։ Օդից նկարում էին տեղանքը, սուզվում ջուրը, շարունակում որոնումները նաև գետնի վրա։ Որտեղ ու ինչպես հաշված վայրկյանների ընթացքում անհետացավ երեխան հարցին, պատասխան չունեին ոչ ծնողները, ոչ էլ փրկարարները։ Չէին բացառում նաև առևանգման վարկածը։ Փոքրիկ տղային փնտրում էին բոլոր ուղություններով, գնում բոլոր հնարավոր վարկածների հետքերով։ Ճարպիկ երեխա է։ Այստեղ գետ չէր ասի ինքը։ Գետն այդքան էլ մոտիկ չէ, որ միանգամից ընկնել գետ, ասեն, բացեցա դեսից ընկնել միջև ինչքան հատված կա։ Վարար գետը բացեց իր գաղտնիքը։ Այսօր ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մերձակայքում հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի մարմինը։ Ցավոք այսօր ամսի 24-ին ջրասուզակները վաղ առավոտվանից փրկարարների հետ սկսել էին որոնողական աշխատանքները եւ դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ահա այս հատվածում այն ծառերի ճաճոտ վայրում հայտնաբերել են երեխայի մարմինը։ Փոքրիկի որոնողը փրկարարական աշխատանքները տևեցին 20 օր։ Քննչականից էլ դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ հայտնեցին։ Արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Երեխայի մարմինը հայտնաբերվել է տանից 7 կիլոմետր հեռավորության վրա։ Ընտանիքին այցելած հոգեբաններից մեկն էլ նշում է, որ Տիգրանը շատ ուշադիր ծնողներ ունի, բայց այս անսահման մեծ կորստից, ողբերգությունից ոչ ոք ապահովագրված չէ։ Որևէ ընտանիք ապահովագրված չէ նման ողբերգությունից, քանի որ եթե ընտանիքը ապրում է այնպիսի բնակ վայրում, որտեղ բնությունը եւ բնակ վայրը իրարից պաշտպանված չեն, այսինքն գետի բերանին ապրող ընտանիքը ունի պարսպապատ տարածք, իսկ պարիսպը այդ երկայնքով եւ այդ ուժգնությամբ չի կարող անել քաղաքացի, համակարգի խնդիր է։ Նման դեպքերում զգուշ եղեք ապելության խոսքից, որովհետեւ ծնողը այսպես մեր բոլորի աջակցություն ունի, իսկ ապարատը պետք է հատկապես բնության մոտ ապրող նման բնակ վայրերում պաշտպանի բոլոր անվտանգության կանոնները։ Թե ինչպես էր կարողացել 2 տարեկան փոքրիկը միայնակ գետի ափ հասնել, մինչև օրս մնում է առեղծված։ Այդուհանդերձ մասնագետները հորդորում են գերուշադիր լինել եւ փոքրիկներին առավելագույնս հեռու պահել լճերին ու ջրամբարներին մոտ գտնվելուց։ Սվետլանա Ավդիշյան, Գագիկ Շամշյան, ժամը լրատվական։